Այս видеոն մինչև վերջ նայեք, ես իմ ասելիքը վերջում Кавран, ты просто, я тебя обожаю, ты охеренный мужик. Спасибо, Мои спасибо. огромные благодарность тебе. Ты не злой человек, ты очень доброта у тебя. Ты вообще супер. Спасибо. Я за любовь, да, ты Даже знаешь. я не знаю, как выражаться, честное слово говорю. Ты вообще золотой человек. Вот это мое мнение тебе, Азизжан. Спасибо. И Как все бы- армяне, мне кажется, я не в Армении живу, все армяне любят тебя, я так думаю. Спасибо, Варужан. Это ты как армянин говоришь. Да. Բայ բծա։ Դու տեսել ես ինչեր են արել, ինչեր են անում, Քամրանն ու Քամրանը նմանները ձածածեմ, խան նակազածելը խաչը գցում է ունիտազի մեջ միզում է վրեն։ Տեսել ես ու որպես հայ Մոնթեի նկարով ինչեր անում, հայ դրոշով ինչեր անում։ Ձածասեմն ու Քամրանը գնում էին, կանգնում էին մեր հայ երիտասարդների գերեզմանների վրա ասում էին պղծել ենք։ Դիակների վրա կանգնում ծիծաղում էին։ Այդպես աղբերները դառան, բա դու մեզանից ո՞ր մեկիս է իր հարցը, դու այդ իրավունք ունես հայերի անունից այսքան բանը խոսես։ Տեսա ռուս կնոջդ վրա էլ ղժած, քո վրա էլ մեր վրա էլ։ Ոնց կարելի է 60-70 տարեկան ապրել այդքան կյանք ու ունել բույս։ Ուրեմն սրանից հետո ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եթե մեկը կպավ Քամրանին ու նմանատիպ զրույց ունեցավ ջերմ հետը ու հանրության համաձայնությունը ինքը չունեցավ, ինքը շան տղա է։